Գիտեք այդ ստրեսը, որ ուսուցիչը տանում է, եւ դու 3 ժամում մի կետը 9 ենթահարց ունի։ Մինչև դու այնպես չէ, որ ուղղակի նշելով գնում ես, դու պիտի մտածես, դու պիտի վերլուծես, ճիշտ է, իսկ մինչև դու դա անում ես 3 ժամում չես տեղավորվում։ Խնդիրը նա է, որ լավագույն դեպքում, եթե 60-70 հավաքում են, ասում են, տեսեք, իսկ եթե չեն էլ հավաքում, ուսուցիչը անգրագետ էր։ Այսինքն, եթե դու հանկարծ Աստված մի արածցե 59 հավաքես, պիտի որակավորվես անգրագետ։ Զուտ ժամանակային առումով։ Ես հարցերին նայել, ծանոթացել եմ, չեմ ասի անհաղթահարելի հարցեր են, ոչ, ես դա էլ եմ ընդունում, բայց հարցերի ծավալը, հարցերի քանակը, ասում են 30 քանի հարց է, բայց ամեն մեկը 9 ենթակետով։ Դուք ինչ պարբերականությամբ եք վերապատրաստում անցնում։ 5 տարին մեկ։ Այդ վերապատրաստումները արդյունավետ են։ Գիտեք, մեթոդական վերապատրաստումներ են։ Ես շատ կուզեի, որ առարկայական լինեին նաև։ Ուսուցիչը ինքնակրթությամբ է զբաղվում, ուսուցիչն ինքն է իր վրա աշխատում, իր առարկայով առաջ գնում, իսկ մեթոդականով միգուցե, չգիտեմ, շատերը չկիսեն իմ կարծիքը, բայց մեթոդական վերապատրաստումը, գիտեք, թող չպարտադրեն շատ մեթոդներ։ Հիմա կասեն ուսուցիչն էս ինչ ասաց, թող չպարտադրեն, ես կարող է բոլորովին, ես իմ մեթոդով վարեմ դասը, երեխան ավելի հեշտ հասկանա դասը, քան իրենց թելադրած մեթոդով։ Դուք արդեն մոտ 1.5 ժամ է այստեղ եք, այս պահին ում եք սպասում կամ ինչին եք սպասում։ Ներկայացուցիչները բարձրացել են, դիմում են ներկայացրել, սպասում ենք դուրս գան, տեսնենք ինչ կասեն։ Ում են դիմում ներկայացրել։ Վարչապետին պիտի ներկայացնեին, հիմա չգիտենք, մտել են ներս, ում մոտ են, ինչ են, դժվարանում եմ ասել, ստույգ այդպես չեմ կարող ասել։ Այդքան խնդիրներ կվարվեցիք, ձեր պատկերացրած լուծումը ինչպեսին է, ինչ կվարվի, որ դուք գնաք դեպի դասագրքեր։ Դասագրքերը լինեն նորմալ, ուսուցիչը եւս ապահովի դասագրքերով, ոչ թե ուսուցիչը ինքը ընկնի այստեղից այնտեղից դասագիրք փորձի հայթայթել, բազմաթիվ նյութերով ուսուցիչը ապահովի, ոչ թե ինքը իր գրպանից, իր գումարով, ճիշտ հասկացեք, իսեր ասո ուսուցիչը դա էլ է անում, մինչև հիմա մենք դա արել ենք, բայց հիմա որ արդեն անդադ ասում են, դե վարձատրվում են, դե էսպես է, մենք էլ ուզում ենք ասել, որ եղբայր, ոչ, չենք վարձատրվում, միայն մենք անում ենք, միայն աշխատում ենք, մեզ համապատասխան նյութերով վարձատրեն, ապահովեն, ներեցեք, մեր աշխատավարձը լինի մեր աշխատանքին համահունչ, ինչպես բոլորինը, հա ինչ է եղել, գնանք ատեստավորվենք, թող աշխատավարձը բարձրանա, ես էլ գնամ ատեստավորվեմ, որ այդ 400,000-ը ապահովեմ, բայց 70-80 հազար այդ, որ ես ատեստավորվեմ, 400,000 կլինի։ Չէ, բայց դուք 400,000 միտքը նրանում է, որ եթե ուսուցիչը համապատասխան գիտելիքներ ունի եւ ատեստավորումը անցնում է, նոր պետք է ստանա մոտ 5 միլիոն դրամ։ Գիտեք, ուսուցչին գնահատողը աշակերտն ու ծնողն են առաջին հերթին, թող մոտենան աշակերտներին, հարցնեն, ինչպիսի ուսուցիչ է, այսօրվա աշակերտը այնպիսին է, որ շատ համարձակ ու ճիշտ կասի, չի վախենա, երբեմն մտածում են, որ ուսուցչից վախենալով աշակերտը կասի այլ բան, ոչ, այսօրվա երեխան շատ համարձակ ճիշտ ասում է, թող մոտենան, հարցնեն, աշակերտն ու ծնողը շատ ռեալ կգնահատեն ուսուցչին, դրանից լավ գնահատակա, ես չեմ հասկանում, պիտի գնամ այդ թուղթը սևացնեմ, որ նոր ինձ գնահատեն, ինչ ասեմ, Այդ դեպքում պետք է նախարարությունը լուծարվի, որովհետև օգտակար գործողության գործակիցը 0 է դառնում նախարարության։ Եթե պետք է աշակերտը գնահատի ուսուցչին։ Չէ, հիմա տեսեք, դուք որ փաստորեն ես եթե ձեզ ճիշտ հասկացա, այսինքն ես դեմ չեմ ատեստավորմանը, ես ասում եմ, գնամ ատեստավորման, թող գնահատվի ուսուցիչը, թող աշխատավարձը մի փոքր բարձրանա, ես էլի կգնամ, բայց միայն ասել, որ ուսուցչի աշխատավարձը կբարձրանա, եթե ատեստավորում չի անցել։ Ինչու բոլորը ատեստավորում են անցել, մնացած է, որ օրենքի շրջանակներում է կարգավորվում։ Հենց դա է, էլի, հենց այդ օրենքն է սխալ։ Հնարավոր չէ օրենքում փոփոխություն անել, երբ պետք է օրենքը փոփոխվում է, հնարավոր չէ այդ օրենքում փոփոխություն անել, ուսուցիչը դրա դեմ է իր ձայնը բարձրացնում, այսօր մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, բուհերում հայոց լեզվի ընդունելության քննությունը օտար լեզվի հետ դրված է ընտրության մեջ, չգիտեմ։ Որպես ուսուցիչ, եթե դուք մեկնաբանում եք, չգիտեք որն է պատճառը։
օտարամոլ ազգ ենք հավանաբար, չգիտեմ, երևի թե պիտի օտար լեզուն զարգացնենք մեր երկրում, ոչ թե մայրենին։ Ճիշտ եք ասում։ Ճիշտ, չէ, աշխատավարձի հարցը միշտ էլ եղել է, ուղղակի ուսուցիչը միշտ մտածել է, որ լավ, լռեմ, սերունդ եմ կրթում, լավ, լռեմ, բայց հասկացանք, որ չէ, ինչքան լռենք։ Հիմա խոսում եք ինչ եք խոսում։ Դե դրա համար դիմումով ենք դիմում, այսպես օդի մեջ չենք խոսում։ Դիմումով դիմել ենք, տեսնենք ինչ կփոխվի, չգիտեմ։ Այդ դիմելու ակնկալիքներում էլ ինչ զարգացումներ կունենա, կլսեն, կընթառաջեն, մի բան փոխվի։ Հուսանք, որ կլսեն, չգիտեմ։ Հուսանք։ Եթե չփոխվի, արդեն տեսնենք ուսուցչական համայնքը ինչ կորոշի։ Տեսնենք ինչ կորոշի։ Դե ինչ որ որոշի, չգիտեմ։ Տեսնենք ինչ կորոշի։ Իհարկե չենք բացառում, ամեն ինչ էլ հնարավոր է։ Չգիտեմ, տեսնենք։ Դասագրքերի հետ կապված առհասարակ հիմա էլեկտրոնային տարբերակով գոնե մի քիչ ծանոթ եք, ինչ կասեք, գրականություն, հայոց լեզու։ Թույլ տվեք չխոսեմ այդ մասին։ Թույլ տվեք չխոսեմ։